Ալիևը հիմա դեմքով դեպի տարածաշրջանային հարթակներն է շրջվել։ Հայտարարում է, թե տարածաշրջանում համագործակցության հիմնական բեռը պետք է վերցնեն դերակատար երկրները, իսկ դերակատարներ ագրեսորը տեսնում է միայն Ադրբեջանին ու Վրաստանին, սիրաշահում ու սիրաշահում է Թբիլիսիին։ Հայաստանի առաջ էլ այդ գործակցության ճանապարհը կբացի, ասում է, եթե Երևանը փոխի սահմանադրությունը։ Հիմա ինչ է խելքին փչել։ Ադրբեջանի քաղաքականությունը շատ հասկանալի է, որովհետև ինքը իրականում ուզում է թողնել Հայաստանը իզոլացիայի մեջ եւ պահանջում է միջանց եւ մի նպատակով ուզում է օգտագործի Վրաստանի տարածք, այսինքն իրանք պաշտոնական դաշնակից երկրներ են, իրանք Գուամի անդամ են, միշտ իրար սատարել են մակից սկսած եւ քվարկել են իրար կողմ եւ Հայաստանի դեմ։ Ինչ է ուզում անի Ալիևը, ինքը ուզում է Վրաստանի ներքաշի իրենց քաղաքական խաղին եւ Հայաստանին դուրս թողնի բոլոր ռեալ process-ներից։ Փետրվարին էլ Բաքվում Իրանի խորհրդանի խոսնակին էր ասում, տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները։ Շեշտեցել անընդունելի է արտաքին ուժերի միջամտությունը։ Այս խաղը նա նոր չէ, որ սկսել է, հստակ է ձևակերպել։ Ադրբեջանը կուշտ է միջնորդներից։ 28 տարի մենք ունեինք այդ միջնորդները, ԵԱՀԿ Չարաբաստիկ Մինսկի խումբը, որի միակ նպատակն էր ամրապնդել օկուպացիան եւ Ղարաբաղը հանձնել Հայաստանին։ Իրանի խորհրդանի խոսնակի հետ զրույցի ընթացքում էլ հիշատակեց, կարևորեց 3+3 ձևաչափը, իսկ այս ձևաչափը հայտնի է 44-օրյա պատերազմից հետո ստեղծվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի նախաձեռնությամբ։ Թուրքիա-Իրան-Ռուսաստան գումարած Հայաստան-Ադրբեջան-Վրաստան ձևաչափով վերջին նիստը անցած տարվա հոկտեմբերին էր Թուրքիայում։ Վրաստանը այդ անգամ էլ բոյկոտեց հարթակը, դարձյալ չցանկանալով Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ նստել։ Բաքուն ի դեպ ժամանակին հաճույքով էր արևմուտքի գիրկը նետվում, որովհետև Բրյուսելն ու Վաշինգտոնը Արցախի հարցում ըստ էության կիսում էին Բաքվի դիրքորոշումը։ Հիմա արդեն, երբ Ադրբեջանը զավթել է Արցախը, սերն առ արևմուտք սառել է։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էլ այսօր հեռախոսով խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ Հարավ-Կովկասում եւ դարձյալ 3+3 հարթակի շրջանակում համագործակցությունն են քննարկել։ Իսկ ավելի վաղ Լավրովն ինքը հայտարարեց, Վրաստանի համար 3+3 ձևաչափի դռները բաց են։ Կասկած չկա, ասաց, որ այդ ձևաչափը բոլոր մասնակիցների շահերից է բխում։ Մենք հասկանում ենք Վրաստանի դիրքորոշման նրբությունները եւ թերահավատությունը, բայց Վրաստանի ներկայացուցիչների աթոռը միշտ կլինի այս ձևաչափի նիստերի դահլիճում։ Կգտնի արդյոք Վրաստանի աթոռը իր տիրոջը եւ ինչ հարց կլուծի այդ հանդիպումը։ Կտեսնենք արդյոք 3+3-ի ռեինկարնացիան։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։